Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր մենք խոսելու ենք հետաքնեսպիերի մասին, Cosmolab Clinics-ի բժիշկ մաշկաբան Լաուրա Շալյանի հետ։ Ցավոք սրտի կան հիվանդություններ, որոնք բազմափուլային են եւ մեծ մարտահրավեր են մեզ համար, քանի որ կա խնդիր, որը հիմնական առաջնային լուծում է, դրանից հետո հանդիպում է ել ավելի բարդ կոսմետիկ խնդիրների լուծման, որը ցանկացած մարդու համար մանավանդ ակնեով հիվանդ եւ հետաքնեսպիեր ունեցող մարդու համար անվերջանալի մի ամբողջ ցիկլային շրջան։ Այսօր ուզում ենք խոսենք դրա մասին, բայց խոսենք ոչ թե զուտ բժշկական տեսանկյունից, բժշկի տեսանկյունից, այլ խոսենք զուտ պացիենտի տեսանկյունից։ Բժշկուհի ջան, ինչու կան նման հիվանդություններ, այսպես եթե անկեղծ ասեմ, եւ մի խնդրի լուծում ես կանգնում ես մի ուրիշ խնդրի առաջ եւ ընդհանրապես ոնց կարելի է արդյոք այդ երկուսը դիտարկել մեկ ամբողջականության մեջ։ Ակնեն խոսեն սկզբից մի քանի բառով ակնեի մասին։ Ակնեն աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է, որն ախտահարում է եւ կանանց եւ տղամարդկանց, չունի գրեթե տարիքային սահմանափակում, կարող է հանդիպել 10-ից մինչեւ 90 տարեկան անձանց շրջանում։ Միշտ պացիենտները, երբ որ դիմում են ակնեով, միշտ նշում են, որ ակնեն բուժելը դա մի պատմություն է, իսկ պոստակնեով զբաղվելը լրիվ այլ պատմություն։ Եվ ինչքան շուտ է պացիենտը դիմում ակնեի բուժման համար, այնքան դրանից հետո մնացող հետևանքները ավելի հեշտ է վերացնել եւ հնարավոր է վերացնել։ Այսինքն ակնեի բուժման ընթացքում հնարավոր է մեղմացնել կամ պրոֆիլակտիկ գործողությունների դիմել հետաքնեսպիերից խուսափելու համար։ Այո, կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներ կան, որ կարելի է ձեռնարկել թե տնային խնամքում, թե պրոցեդուրաների տեսքով, որպեսզի ավելի քչացնել ակնեի հետևանքները։ Շատ անգամ համացանցում այսպես ծիծաղելի ձևով ասում է, որ բզուկը մի բզացրեք, դրա իմաստը պատճառը երևի թե ուղղակի չի ասում, որն է բզուկը մի բզացրեք, բայց արդյոք այդ բզուկը բզացնելու մեջ թաքնված է պոստակն։ Նախ ուզում եմ նշել, թե պոստակնե անվանտանք ինչ նկատի ունենք, տարբերակում ենք հետբորբոքային պիգմենտացիա եւ արդեն պոստակնե սպիներ, որոնք էլ արդեն իրենց հերթին ունենում են տարբեր տեսակներ, դրանց հետո ավելի մանրամասն կանդրադառնանք։ Կան ռիսկի գործոններ պոստակնեի առաջացման, դա օրինակ հենց վնասումն է էլեմենտի, թե պացիենտի կողմից, թե բժշկի կողմից երբեմն ու բժիշկ կամ բժշկական կրթություն ունեցող, այսպես ասած, երբ բորբոքային ակնեի ժամանակ կատարվում է միջամտություններ, որոնք խստիվ հակացուցված են։ Որոնք են դրանք։ Ինչ միջամտություններ չի կարելի կատարել ֆիզիկական նկատի ունեմ, չէ՞, նկատի ունեմ ֆիզիկական ներգործություն չի կարելի անել, ինչպիսի ֆիզիկական ներգործություններ չի կարելի անել ակնեով հիվանդության ժամանակ։ Ակնեի բորբոքային փուլի ժամանակ, երբ ունենք շատ ակտիվ էլեմենտներ, չի կարելի կատարել տրավմատիկ մաքրումներ, պիլինգներ, ներարկումային միջամտություններ, հղկումներ։ Տրավմատիկ մաքրումը գթալիկով մաքրում, այո, գթալիկով եւ ձեռքով ցանկացած տեսակի մաքրում հակացուցված է բորբոքային ակնեի ժամանակ։ Պետք է այդ ամենը բուժել, հետո նոր հասնել այդ էսթետիկ միջամտություններին։ Գժվելու աշճանի թեմա, երբ ունի էլեմենտներ, տեսնում է սպիտակ ծայրով, ու ինքը ինչպես ազատվի դրանից։ Ամենաբարդ պահը երևի էս բուժման փուլում հենց դա է պացիենտին համոզել ձեռք չտալ, չսեղմել այդ էլեմենտը։ Մանրամասն փորձում ենք խոսել, բացատրել այդ թեմայով, որ դուք ինքներդ կարող եք առաջացնել հետագայում այդ բարդությունները, որը որ ավելի դժվար կլինի կանխարգելել, քան հիմա ակնեն բուժել։ Երբ որ մենք սեղմում ենք, օրգանիզմում թվում է, որ մի բան այն չէ, եւ մենք ունենք այդտեղ բորբոքում, եւ բորբոքման պատասխան օրգանիզմը արտադրում է բազմաթիվ միջնորդային նյութեր եւ ձևավորվում է նախ ֆիբրոզ հյուսվածք, այսինքն կոլագենի սինթեզի խանգարում։ Եկեք մի հատ կխնդրեմ ձեզ մեր հետևորդների համար բարձրաբանենք ինչ է նշանակում նորմալ հյուսվածք, ինչ է նշանակում ֆիբրոզ հյուսվածք։ Խոսենք այնպես, որ մեր հետևորդներին լրիվ պարզ լինի, ինչ ասել է ֆիբրոզ հյուսվածք։ Դա ինչով է տարբերվում նորմալ հյուսվածքից։
նորմայում, երբ որ օրգանիզմ տեղի ունենում փոփոխություններ, ինչ-որ process-ներ բորբոքային, օրգանիզմը դա պաշտպանական ռեակցիա է համարում եւ դրանի պատասխան արտադրում է ֆիբրոզ հյուսված, դա շարակցական հյուսվածքն է նույն կոլագեն էլաստինի թելիկները, որոնք որ փակում են այդ հյուսվածքը եւ վերացնում բորբոքումը։ Բժշկուհի ջան, կխնդրեմ մեր հետևորդների համար բարձրաբանեք, որպեսզի հասկանանք տարբերությունը, ինչ է նշանակում ֆիբրոզ հյուսվածք, ինչ է նշանակում նորմալ շարակցական հյուսվածք։ Նորմայում դե ունենք ավելի փուխը շարակցական հյուսվածք, հյուսվածքները նորմայում փափուկ են, առաձգականություն ունեն, էլաստիկություն, իսկ ֆիբրոզ հյուսվածքի դեպքում արդեն ունենք ավելի սպիացում, ավելի ամրացում հյուսվածքների, եւ դա կարող է լինել ինչպես կոլագենի դեստրուկցիայի արդյունքում, այսինքն կունենանք այդ կոլագենային թելիկների ապաճում, որի դեպքում կունենանք այդ փոսընկած ատրոֆիկ սպիները եւ ընդհակառակը, երբ որ կոլագենի ունեն մենք ֆունկցիայի գերաճ, այդ դեպքում արդեն կունենանք մաշկից բարձր ավելի հիպերտրոֆիկ եւ կելոիդ սպիներ։ Այսինքն եթե մենք ամփոփենք առաջի այս մի քանի րոպեի մեր զրույցը, կարող եմ այսպիսի մի եզրահանգման գալ ու բարձրաձանել, եթե կա ակնե, ապա լինելու է պոստակնե պարտադիր։ Պարտադիր չէ, կախված է թե ակնեի որ փուլում ենք սկսում բուժումը եւ էլի ռիսկի գործոններ կան, օրինակ գենետիկ նախատրամադրվածությունը, շատ կարեւոր է, եթե ծնողներից որևէ մեկի մոտ եղել է ակնե եւ նա ունի պոստակնե, ամենայն հավանականությամբ կունենան պոստակնե։ Բժշկուհի ջան, իսկ երբեմն նայում ենք այդպիսի պացիենտների դեմքին, տեսնում ենք շատ խառը փոսիկներ, կա արդյոք դրա դասակարգումը եւ արդյոք պայքարը դրա բուժման ժամանակ գալիս է դասակարգում, իսկ դա կարևոր չէ։ Նախ երբեք չենք հանդիպում դասական պատկերի, որ ունենանք մեկ տեսակի պոստակներով պացիենտ չի լինում։ Հիմնական ունենում ենք համակցված եւ հետբորբոքային պիգմենտացիաներ եւ սպիների այդ տարբեր տեսակները, եւ ատրոֆիկը, հիպերտրոֆիկը, կելոիդը միասին եւ ատրոֆիկի տեսակներն էլ միասին։ Որպես այդպեսին հստակ դասակարգում համակարգված չունենք, բայց մի քանի սանդղակներ կան, որոնցով որ կարելի է ավելի դասակարգել ըստ տեսանելիության, ըստ տեսակների։ Օրինակ, պացիենտը մոտենում է հայլում, նայում է դեմքին, հասկանում է, որ ունի խնդիր, չի կարողանում ոյոցի ձևով շպարի միջոցով դա ծածկել, ինչ քայլերի պիտի դիմի առաջնահերթ, եթե ինք ուզում է դրանից ազատվել։ Պետք է անպայման դիմել մաշկաբանի, անցնել մաշկաբանի խորհրդատվություն, որի ժամանակ մաշկաբանը արդեն կդիտարկի տվյալ դեպքը, կհասկանա մաշկի առանձնահատկությունները, տարիքը, սեռը, որոնք շատ կարևոր են, ժառանգական նախատրամադրվածությունը, այնուհետև կատարվում է քարտեզագրում եւ որոշվում է սպիների տեսակները։ Այսինքն կատարվում է սպիների տարբերակում։ Ինչ տեսակներ կան։ Ատրոֆիկ սպիները լինում են 3 տեսակ՝ սեպաձև, արկղաձև եւ ափսեաձև։ Երբ ասում ենք ատրոֆիկ, նկատի ունենք մակերևույթից ցածր, այսինքն այդ փոսիկների, այո։ Շատ լավ։ Իսկ տարբերակման կամ քարտեզագրման նպատակը ո՞րն է։ Քանի որ յուրաքանչյուր սպի ունի իր բուժման մոտեցումը եւ բոլորը չեն կարող ազդել բոլոր տեսակի սպիների վրա, դրա համար է շատ լինում, որ պացիենտները բազմաթիվ միջամտություններ են կատարում եւ դժգոհ գալիս են, չունենալով արդյունք, քանի որ հենց սկզբում չի կատարվել քարտեզագրում եւ չի որոշվել սպիների տեսակները։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ընտրվում է մի գործիքակազմ աշխատելու, որը նախատեսված չի, ընդունենք ափսեաձև սպիրի համար, նախատեսված է այո, քառակուսի, հա, արկղաձևի համար կամ նախատեսված է սեպաձևի համար, դրա համար դժգոհություն է առաջանում, որովհետև կոնկրետ թիրախային բուժում չի եղել։ Այո, քանի որ փոսիկները ու սպիները ունեն տարբեր խորություններ, տարբեր առաջացման մեխանիզմներ, տարբեր ձև, դրա համար մոտեցումները լրիվ տարբեր են։ Սիրելի հետևորդներ, խնդրում եմ այս հարցում նախանձախնդիր լինել, որովհետև իսկապես դա կարող է հանգեցնել ոչ թե խնդրի բուժման, այլ խնդրին ավելի բարդացման։ Բժշկուհի ջան, իսկ ընդհանուր առմամբ ինչ գործիքակազմ կա պոստակնե սպիերի հետ աշխատելու
դեպքում։ Ընդհանուր առմամբ ասենք, ուրեմն կան հղկման տարբեր մեթոդներ, մակերեսային, միջին եւ խորը, աբլյատիվ եւ ոչ աբլյատիվ լազերներ, CO2 լազերը, էրբիումյակ լազերը, էրգլասը, ինչպես նաեւ ռադիոալիքային նանոֆրակցիոն հղկումը, միկրոասեղնավորումը դերմափեն 4-ով։ Շնորհակալություն, բայց եկեք մի քիչ ավելի հասանելի խոսենք։ Նշեցիք աբլյատիվ եւ ոչ աբլյատիվ, սովորական լեզվով դա ոնց կարող ենք հնչեցնել, ոնց կարելի հասկանալ, ինչ նշանակում աբլյատիվ, ինչ է նշանակում ոչ աբլյատիվ։ Աբլյատիվ լազերների դեպքում տեղի ունենում հյուսվածքի գոլոշիացում, որը իրենց ենթադրում է, որ դրանք ավելի տրավմատիկ միջամտություններ են եւ ունեն ավելի երկար վերականգնողական շրջան։ Իսկ ոչ աբլյատիվի դեպքում ունենում ենք ուղղակի հյուսվածքների տաքացում, որը բերում է նեոկոլագենեզի սինթեզի խթանմանը եւ այս դեպքում կունենանք ավելի արագ վերականգնում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ CO2 լազերները դասվում են աբլյատիվ լազերների դասին եւ CO2-ով միջամտությունը ենթադրում է ավելի երկար ժամանակաշրջան վերականգնողական։ Բա այդ դեպքում ո՞նց է կտրում որ միջամտությունը կա, ինչ որ ցուցումներ, թե ինչից է դա կախված։ Բազմաթիվ ցուցումներ կան եւ այստեղ է ամենակարևորը բուժառուի հետ մանրամասն զրույցը, նրա առանձնահատկությունները մաշկի, նրա նախապատվությունը, արդյոք նա ունի ժամանակ, որպեսզի տրամադրի իր մաշկի վերականգնմանը, քանի որ օրինակ CO2 լազերի ժամանակ վերականգնման process-ները մի քիչ ավելի երկար են տևում, չնայած արդյունավետությունը բավականին բարձր է, բայց պացիենտը պետք է պատրաստ լինի այդ էտապների միջով անցնելուն, հետո մաշկի առանձնահատկություններից կախված ինչքան է արդյոք հաստ կամ բարակ մաշկը, արդյոք ունենք պիգմենտացիայի ռիսկ, թե ոչ։ Ի վերջո կա նաև սեզոնային խնդիրը, որ շատ ենթադրենք արևոտ եղանակին չի կարելի կատարել շատ տրավմատիկ եւ խորը հղկումներ։ Փաստորեն ստացվում է շատ խիստ կարևոր է պացիենտի ներգրավվածությունը բուժման գործընթացին եւ այստեղ ներգրավվածությունը զուտ կայանում է պատրաստակամության մեջ գնալ այդ միջամտությանը, թե կան գործողությունների շարք, որ կանի միջև մինչ միջամտության ընթացքում եւ հետ միջամտական ժամանակաշրջանում։ Շատ կարևոր է մինչ միջամտական խնամքը եւ նախապատրաստությունը բուժառուի թե հոգեպես եւ թե ընդհանուր մաշկի պատրաստությունը, քանի որ այդ պրոցեդուրաների կողմնակի որպես այսպես ասած ազդեցություն եւ հետևան կարող է լինել պիգմենտի առաջացումը, պետք է սկսենք մաշկը նախապատրաստել այդ ամենին, այսինքն օգտագործել արևապաշտպան քսուկներ, նաեւ պիգմենտացիայի ռիսկը նվազեցնող պրոդուկտներ, ինչպիսիք են թիրոզինազայի ինհիբիտորներ, մոտավորապես մի 2 շաբաթ պահանջում է, որպեսզի մինչ միջամտական այդ պատրաստությունը անցնի բուժառուն, որպեսզի հետագայում խնդիրներ եւ բարդություններ չլինեն։ Այսինքն երբ հաճախորդը պացիենտը գալիս է բժիշկ մաշկաբանի մոտ, քննարկում են, նշանակում են X օրը միջամտություն եւ այդ միջև այդ X օրը պացիենտը պետք է պատրաստի իր մաշկը եւ դրանից հետո նույնպես ինչքան երկար միջամտությունից հետո օրինակ ինչքան երկար պետք է պահի այդ հետ միջամտական խնամքի պահանջները 5 օր, 10 օր։ Դե բավականին երկար արևապաշտպանները արդեն գրեթե միշտ պետք է օգտագործել, իսկ հիմնական խնամքը մոտավորապես մի 2 շաբաթ պարտադիր պետք է օգտագործել։ Բժշկուհի ջան, ես չեմ վախենում եւ բարձրաձայն այսպես այս պահին խնդրում եմ ձեզ ասել քանի միջամտություն է պետք, որպեսզի մարդ ազատվի հետակնեի սպիերից, ինչ է մեզ հարցը տալիս, որովհետև շատ կան ասում են, այ գնացինք այստեղ, մի հատ արեց, անցավ, վերջացավ, գնացինք այստեղ, 2 հատ արեց, անցավ, վերջացավ, կա ինչ որ քանակ, կա ինչ որ մինիմում քանակ եւ այդ սուտը կամ այդ ոչ ճիշտ տարածված ասույթը, որ մեկ հատից կանցնի, վсё այդ խնդիր չկա, ոնց ինչպես կմեկնաբանենք։ Ամենահաճախ հնչող հարցն է բուժառուի կողմից, քանի որ հիմնականում նրանք շատ անհամբեր են եւ ուզում են շատ շուտ ստանալ ինչ-որ ցանկալի արդյունք, բայց դա շատ անհատական հարց է, քանի որ նախ յուրաքանչյուր մարդ առանձին օրգանիզմ է եւ բոլորի մոտ տարբեր են վերականգնողական process-ները, մաշկի առանձնահատկությունները եւ այսպես ասել թե
քանի միջամտությունից մենք ունենանք լավ արդյունք, բարդ է։ Միջինում նշվում է 2-ից 4 միջամտություն, բայց դա շատ անհատական է։ Եվ կախված թե որ մեթոդն ենք ընտրում, կախված ինչ սպիների հետ գործ ունենք։ Փաստորեն մեկը միանշանակ բացառում ենք, երկուսի դեպքում ասում ենք, որ մենք նոր կտեսնենք ինչ որ փոփոխություն։ Նոր դրանից հետո արդեն կշարժվենք առաջ։ Ես ուզում եմ չգիտեմ ինչի ինձ թվում է, որ մինիմում 6 անգամ միջամտություն պետք է, որպեսզի լինի հստակ տեսանելի արդյունք, գուցե շատ եմ ասում, թող լինի դա 4-ից 6, բայց կարծում եմ չպետք է վախենանք քանակը հնչեցնենք, որովհետև քանակից է գալիս տվյալ դեպքում հենց այդ փոփոխությունների, հա, հնարավոր է արդյոք բուժել նաև սեպաձև սպիները, որովհետև սեպաձև սպիներն ինչպես հասկանում ենք, նրանք ավելի բարդ են եւ ավելի խորը նստվածք ունեն մաշկի մեջ, հասնում են մինչև ենթամաշկ եւ ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել։ Ինչ գործիքներ ունենք այդ Այո, սեպաձև սպիներն շատ հաճախ են հանդիպում եւ բուժառուները շատ են գալիս ասելով, որ բազմաթիվ հղկումներ են կատարել եւ ոչինչ փոփոխություն չի եղել։ Սա էլի անդրադառնանք մեր ամենասկզբում հնչեցրածին, որ շատ կարեւոր է քարտեզագրումը նորից ասենք, այսինքն այստեղ անիմաստ է կատարել հղկումներ, քանի որ մենք գործ ունենք շատ խորը տեղակայված սպի հատակի հետ, այսպես ասած, դրանք վեաձև են, կարծես հենց սառցաբեկոր հիշեցնեն, շատ խորն է եւ դրան հասնելը հղկումներով գրեթե անհնար է։ Եվ այստեղ կան այլ գործիքակազմեր, որոնք կօգնեն բարելավել բավականին վիճակը, կոսմետիկ, այո, ավելի փակել, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ սրանք ամենախորը սպիներն են, վերջնական բուժում ցավոք չկա։ Շնորհակալություն։ Բժշկի ջան, մենք մինչ այժմ խոսեցինք այն սպիների մասին, հետակներ, որոնք մաշկի մակերևույթից գտնվում էին ներքև, որոնք կոչվում էին ներքևը, ատրոֆիկ, որոնք կոչվում են ատրոֆիկ սպիներ։ Հիմա կխնդրեմ 1-2 խոսքով ներկայացնենք նաև այն սպիները, որոնք գտնվում են մաշկի մակերևույթից բարձր, դրանք ինչպիսի սպիներ են եւ կան նաև կելոիդ սպիներ, որոնք ինքնուրույն աճելու, անդադար աճելու ունակություն ունեն, խոսեք խնդրեմ դրանց մասին։ Հիպերտրոֆիկ սպիները հիմնականում ավելի շատ դրսևորվում են մեջքի հատվածում եւ ուսերին, ի տարբերություն ատրոֆիկ սպիների, իրենցից ենթադրում են, ինչպես նշեցիք, մաշկից ավելի բարձր պինդ գոյացություններ, որոնք որ իրենցից պատճառը առաջացման կոլագենի այդ թելիկների եւ կոլագենի սինթեզի խանգարման հետևանք է, այսինքն տեղի ունենում կոլագենի սինթեզի գերաճ։ Այսինքն վերականգնողական process-ի խանգարում է, այո, նորմայի խանգարում եւ կելոիդ սպիներն են հաճախ հանդիպում ակնեի արդեն ավելի բարդ ֆուլերում, երբ ակնեն բուժման չի ենթարկում երկար ժամանակ, դրա հետևանք որպես կելոիդ սպիները։ Շատ լավ, բժշկի ջան, եւ թեմայի վերջում կուզեմ խոսենք նաեւ հետակնե պիգմենտացիայի մասին։ Մեր նախորդ հաղորդման մեջ մենք խոսել ենք շատ մանրամասն ընդհանրապես պիգմենտացիայի մասին, բայց հետակնե պիգմենտացիան շատ ըստիս տարօրինակ է, որովհետև ինքը կարա արտահայտվի կարմիր կետերով, կարա արտահայտվի մոխրագույն կետերով, արդյոք կա դրա դեմ գործուն պայքարի միջոց, արդյոք դա նույնպես պետք է ակնեի բուժման ընթացքում հետևել դրան եւ ընդհանրապես ինչ անել, իսկ դրա լուծման ճանապարհը որը ինչպես ազատվել այդ կարմիր ընդգծած հետակնեի պիգմենտացիայի կետերից։ Հետբորբոքային հիպերպիգմենտացիայի առաջացումը նախ ունի մի շարք ռիսկի գործոններ։ Դա կարող է լինել մուգ մաշկը, օրինակ Ֆիցպատրիկի 3-րդ ֆոտոտիպով անձանց մոտ, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ինչպես արդեն նշեցինք, այդ բորբոքային էլեմենտների վնասումը, ինչպես նաև բուժման ուշ սկիզբը ակնեի։
Ինչպես է առաջանում հետբորբոքային հիպերպիգմենտացիան, ելի բորբոքման ի պատասխան օրգանիզմում սկսում է արտադրվել մելանին, որը ինչպես բոլորիս հայտնի է, մելանին պիգմենտը, որը ունի իր տեսակները, դրանով էլ պայմանավորված է այդ գունային բազմազանությունը կարմիր, մանուշակագույն, դարչնագույն եւ այլն։ Եվ այս ամենի մասնակցում է նաև այդ թիրոզինազա ֆերմենտը, որը նպաստում է մելանինի սինթեզի խթանմանը, դրա համար մենք գրեթե միշտ ակնեի բուժման ժամանակ օգտագործում ենք այդ ֆերմենտը ընկճող դեղորայք հենց սկզբից, որպեսզի կանխարգելենք այդ պիգմենտների առաջացումը։ Եվ իհարկե մշտապես արևապաշտպան քսուկների Ոսկի ջան, ակնեի ժամանակ կարելի է քսել արևապաշտպան։ Ակնեի։ Այո։ Չվախենալ դրանից։ Ոչ։ Չոր յուղոտա մտածում ես, որ կարող է փակի, չթողնի մաշկը շնչի, ոնց ընտրություն կատարի պացիենտը։ Եթե կա ակնե, հասկանում ենք, որ մաշկը յուղոտ է, բայց արևապաշտպանն էլ որ քսի արդյոք չի փակի բոլոր ցակոտիները կամ ավելի չի բարդացնի իրավիճակը։ Շատ լավ հարց է, եթե ճիշտ ընտրվի արևապաշտպանը, հատուկ նախատեսված լինի յուղոտ մաշկի եւ ակնեի հակված մաշկի համար, նրա բաղադրությունը լինի այդ ցինկի օքսիդով, տիտանիումի օքսիդով եւ չլինի ոչ կոմեդոգեն, այսինքն ոչ ծակոտիները խցանող, ապա մենք իմանա պացիենտը այդ ամեն ինչ։ Դե դա կարելի է քննարկել մաշկաբանի հետ, որը որ շատ ճիշտ խորհուրդ կտա բուժառուին, թե ինչ արևապաշտպան օգտագործել, կախված սեզոնից նաեւ կարելի է փոխել դեղաձևը արևապաշտպանի, այսինքն օրինակ շոկ եղանակին, որպեսզի ավելի ծանրություն չունենան, կարող ենք օգտագործել լասյոնային դեղաձևերով արևապաշտպաններ, որպեսզի ավելի թեթև լինի։ Փաստորեն այստեղ մի կարևոր շեշտադրում անենք, եկեք սիրելի հետևորդներ, ոչ թե ամփոփենք, այլ ֆիքսենք այս պահը, արձանագրենք այս պահը։ Փաստորեն ակնեի դեպքում, եթե մենք ուզում ենք խոսապենք հետակնե պիգմենտացիայի հետքերից, ապա վստահաբար պետք է քսենք, տարածենք հատուկ արևապաշտպան, որը նախատեսված է հենց, ինչպես ասեցիք, ոչ կոմեդոնագեն լինի, ոչ կոմեդոնագեն եւ դա ձեզ կուշի, թե ինչպիսի արևապաշտպան ընտրել բժիշկ մաշկաբանը։ Բժիշկ ջան, երբ է պետք սկսել հետակնե սպիերի բուժումը։ Ասեցիք, որ կարելի է սինխրոն պաշտպանել, պրոֆիլակտիկ տանել։ Պրոֆիլակտիկի հետո երբ է պետք սկսել։ Կարելի է սկսել ամռանը, կարելի է սկսել գարնանը, աշնանը, կա ինչ-որ եղանակային ժամանակաշրջան գործընթացը սկսելու հաշվի առնելով, որ պետք է լինելու 1, 2, 3, գուցեև 4 միջամտություններ։ Պոստակնեի բուժումը նախ սկսում ենք ակնեն լիարժեք բուժելուց հետո, երբ այլևս չունենք բորբոքային էլեմենտներ։ Այնուհետև արդեն կախված թե որ մեթոդն ենք ընտրում, կա իհարկե եղանակային սահմանափակումներ, կան ավելի մակերեսային, ավելի թեթև մեթոդներ, հղկման տարբերակներ, որոնք որ կարելի է ցանկացած սեզոնին կատարել, իհարկե արևապաշտպանների խիստ կիրառման պարագայում, բայց ավելի խորը հղկումների ժամանակ, ինչպիսին օրինակ CO2-ը, ցանկալի է սկսել աշնանը, որպեսզի հասցնել մինչև գարուն, այսպես ասած, մի քանի միջամտություն կատարել։ Գարնանը սառեցնում ենք, այլ կամ փոխում ենք գործիքակազմը այլ մեթոդների, որը էլի շարունակաբար տանում է դեպի հետակնե սպիերի վերականգնմանը։ Ես միշտ այս հարցը տալիս եմ, այս անգամ նույնպես ուղղում եմ ձեզ, հնարավոր է վերջնականապես ազատվել հետակնե սպիերից։ Կախված է թե բուժառուն ինչ է ակնկալում եւ ինչ է սպասում։ Շատ կարևոր է լի առաջի հանդիպման ժամանակ հասկանալ բուժառուի նպատակները եւ սպասելիքները, որպեսզի հետո հուսախաբություններ չունենանք, հիասթափություններ չլինեն, էլի ամեն ինչ շատ անհատական է, կախված է թե բուժառուն երբ է դիմել եւ ինչ սպիների հետ գործ ունենք, ամեն դեպքում անդադ մենք պտտվում ենք եւ նորից գալիս ենք այդ նույն եզրահանգմանը, որ շատ անհատական է ցանկացած դեպք եւ շատ կախված է տվյալ դեպքից եւ տվյալ սպիների տեսակներից, բայց այժմ մեր կլինիկայում էլ կատարում են բազմաթիվ միջամտություններ, որոնք որ կարող են օգնել մեզ ստանալ ցանկալի եւ շատ լավ արդյունքներ։ Շատ լավ, շնորհակալություն, սիրելի հետևորդներ, եթե ամփոփենք հասկացանք միասին, որ հետակնե սպիերի
բուժումը նախ կախված է ճիշտ մարտավարության ընտրությունից եւ այն գործիքակազմից պահանջվող, որ պետք է յուրաքանչյուր կլինիկա ունենա, որպեսզի կարողանա հաղթահարել կամ լուծել այդ խնդիրը։ Եվ որպես հաջորդ քայլ դուք տեսնեք առաջիկայում մեր գործնական հանդիպան աշխատանքի ժամանակ ինչպես է կատարվում այդ քարտեզագրվումը, ինչպես է տարբերակվում սպիների տեսակը եւ ինչու եւ ինչպես է ընտրվում գործիքակազմը, որով պետք է լուծվի այդ խնդիրը։ Այնպես որ շարունակեք հետևել մեզ, դիտեք մեր հաղորդումները մինչև վերջ։ Իսկ եթե ունեք հարցեր, խնդրում եմ հարցերը թողնել մեկնաբանության դաշտում, իսկ ես խոստանում եմ, որ այդ բոլոր հարցերին կստանաք պրոֆեսիոնալ պատասխաններ։ Այժմ անցնենք գործնական մասին, կարծում եմ շատերին կհետաքրքրի, թե ինչպես է անցնում խորհրդատվությունը եւ հետագա պրոցեդուրան։ Բարև ձեզ, ես դոկտոր Լաուրան եմ, շատ հաճելի է։ Մանավես Ձեր անունը Լյուբով։ Շատ ուրախ եմ Լյուբով ջան։ Կպատմեք մի փոքր ձեր խնդրի մասին, ինչքան ժամանակ է որ առկա է խնդիրը։ Միշտ դեռահասման տարեկից սկսած ունեցել եմ որոշակի խնդիրներ, բայց վերջի կես տարում սկսեց ավելի խորանալ ու յուղային հատվածը մաշկի սկսեց ավելի գրգռվել։ Օգտագործեցի որոշակի միջոցներ, որոնք որ ոչ բժշկական միջոցներ էին ու դրանցից ավելի բարդացան։ Հետո մի քանի խնամք փոխեցի, բայց ոչ լավանում էր, ոչ վատանում։ Այս պայդրությամբ գնալով սկսել է շատանալ, կարծում եմ մի քիչ ավելի ջրի որակից է եւ չգիտեմ, էլի արդեն ըստ խորհրդատվության միգուցե խնամք փոխեմ, որպեսզի հասկանանք մնացածը։ Այս բան լինում են, որ բոքային ակտիվ էլեմենտներ այո եղել են, վերջի մի շաբաթում 3-4 ակտիվ դուրս տվեց, ու որ իմ ճակատային զոնայում ու վզի հատվածում ընդհանրապես դուրս չէր տալիս, այդ հատվածում սկսեց լինել, իմ հիմնական խնդիրները եղել են այս այտերից հատվածում, որ բոկված են եղել, իսկ մնացածը արդեն նորություններ են, էլի։ Շատ լավ։ Մի փոքր կկորեկցենք տնային խնամքը, դեղորայքային բուժման հետ միաժամանակ նաև կկատարենք սպիների հետ կապված միջամտություն։ Այսօր կկատարենք նանոֆրակցիոն հղկում, մեր հղկման մեթոդներից ամենամեղմ թեթև տեսակն է, ինչու ենք դա ընտրում այս պարագայում, քանի որ նախտեր եղանակային պայմանները բավականին շոկ է եւ արևի ազդեցությունը բավականին ուժեղ է, որպեսզի չունենանք բարդություններ, այս սեզոնին նախընտրելի է կատարել նանոֆրակցիոն հղկում։ Հղկման մեթոդներ ընտրելիս հաշվի են առնում մի քանի առանձնահատկություններ, մաշկի առանձնահատկությունը, տարիքը, վերականգնման պրոցեսների ակտիվությունը, սպիների տեսակը եւ իհարկե եղանակային պայմանները եւ թե պացիենտը ինչքան ժամանակ կարող է տրամադրել վերականգնողական շրջանին, քանի որ այս պարագայում շատ երկար չեն կարող վերականգնման շրջանին տրամադրել, դրա համար կկատարենք ավելի մակերեսային թեթև հղկում։ Նանոֆրակցիոն հղկումը վենուսի վասալքավորումը իրենից ներկայացնում է ռադիոֆրակցիոն հղկում, որի հետ միաժամանակ 160 միկրոասեղների ազդեցություն։ Այս պարագայում ունենում ենք մաշկի համապատասխան շերտում տաքացում, որը նպաստում է ֆիբրոպլաստների ակտիվացմանը եւ ունենում են կոլագեն էլաստինի սինթեզի խթանում եւ մաշկի որակի բարելավում։ Պրոցեդուրան բավականին տանելի է, բայց ցանկության դեպքում կարելի է նաև կատարել տեղային ցավազրկում։ Մաշկը վերականգնվում է մոտավորապես 3-ից 5 օրվա ընթացքում, առկա է լինելու թեթև կարմրություն, աննշան փոքրիկ կետային վերքեր եւ վերջ։ Պետք է կատարել համապատասխան խնամք, օգտագործել պարտադիր արևապաշտպան քսուկներ եւ արդյունքին պետք է սպասել մոտ 1 ամիս։ Միջամտությունը կատարվելու է 30-40 օրը մեկ միջակայքով, միջինում 2-ից 4 անգամ, կախված արդեն տվյալ պացիենտի առանձնահատկություններից։ Պետք է մշակել անտիսեպտիկներով, խուսափել դեկորատիվ կոսմետիկայից
Եվ արևի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Արևապաշտպանները օգտագործում ենք, չէ՞։ Անդադ փոփոխում եմ արևապաշտպաններս, փոփոխվում էր ավելի ճիշտ։ Վերջի շրջանում դալբայի արևապաշտպաններից էի օգտագործում։ Երկունում բավականին գոհ էի։ Այս պատրաստ վերջացել է սպասում նոր Արևապատից մի քանի օրը շատ խիստ պետք է օգտագործենք, ես ձեզ կտամ պրոբնիկ, հա։ Կարելի է սպասել մի հատ մաշկը վերականգնվի, 3-ից 5 օրվա ընթացքում ու նորից սկսել բուժումը։ Դուք անում եք ինչ-որ տեղային բաներ։ Ես ադերմայի հեղուկով լվացվում եմ, կսում էի արևապաշտպանս, դա երեկոյան, երբ որ մաքրում էի կապս կամ ուղղակի ոնց որ դեմքս մաքրում էի, լվացվում էի լավաշ բազեյով, կապույտ տալ, որ մաքուր ոնց որ լինի մաշկս ու օգտագործում էի դեղորայքային քսուկ։ Սկզբի շրջանում էի նկատում ինչ-որ փոփոխություն, որ բան էր տալիս, բայց երբ որ ես ինչ-որ մի պրոդուկտ օգտագործում եմ շատ երկար, սկսում էր ոնց որ ինձ չօգնել, էլի։ Շատ լավ, բայց պիտի ռետինոիդների օգտագործեք այդ կոմեդոնների համար, գիտեք, չէ՞։ Օգտագործել եք ռետինոիդներ, չէ՞, առանց իրանց չի լինի։ Դիմը փոքր ժամանակ օգտագործել ես լավ մաշկի տակ այս բաց-փակ կոմեդոնների համար, հա։ Հետո կատարել նաև մեխանիկական մաքրումներ իրենց լրիվ հանելու համար։ Լավ։ Ամեն դեպքում լավ կլինի բուժման այս ֆոնին օգտագործել ավելի դեղատնային կոսմետիկա լավ, քանի որ ռետինոիդներ ենք սկսելու օգտագործել, լավ կլինի, որ հենց ռետինոիդին համապատասխան խոնավացնող լինի, դա ադերմա ֆիրմայի խոնավացնող օրինակ կարող ենք վերցնել, այդ ձեր հենց գելի խոնավացնողը։ Առավոտյան բարակ շերտով կսենք, լավ։ Անպայման արևապաշտպաններ ու էլի պետք է լինի ոչ կոմեդոգեն յուղոտ մաշկի համար, տվյալ տարբերակը սալիցիլաթթվով է եւ յուղային փայլ տենց չի լինի եւ կոմեդոններ չի առաջացնի, փորձենք նաեւ դա։ Այս վերականգնող քսուկը քսում ենք նանոֆրակցիոնից հետո մոտավորապես 3-ից 5 օր մաշկը ավելի արագ վերականգնելու համար, օրը 1-2 անգամ բարակ շերտով, լավ, այդ հատվածներին։ Եվ կվերցնենք ռետինոիդ կոմեդոնների համար եւ հետքերի համար։ Երեկոյան բարակ շերտով պետք է քսենք եւ քնենք, լավ։ Սկսենք շաբաթական 3 անգամով, քանի որ մի փոքր կարող ենք ունենալ մաշկի չորություն, գրգռվածություն, որպեսզի աստիճանաբար ադապտացիայի ենթարկվի մաշկը, այնուհետև կարելի է շատացնել, լավ, նույնիսկ դարձնել ամեն օր։ Եվ ռետինոիդների հետ նորից եմ ասում արևապաշտպանների կիրառումը խիստ անհրաժեշտ է, լավ։ Շատ լավ։ Դա մոտավորապես 2-3 ամիս կարելի է օգտագործել, հետո արդեն մոտենալ համդեմքի մաքրման համար արդեն եւ քննարկել հաջորդ նանոֆրակցիոնի պրոցեդուրան։ Շատ լավ։ Քիչ սննդակարգին էլ պետք է հետևեք, բացառել արհեստական շաքարները, կաթնամթերքը, կաթնամթերքից գոնե պանիր։ Դե կարելի է, բայց ամենավատը այդ հենց կովիկատ, պաղպաղակ, արևածաղիկ չիփսեր, այդ վատ սնունդը, fast food, գազավորված ըմպելիքներ։ Գազավորված ըմպելիքը 1.5 տարի հանել էի ռացիոնից վես, բայց որ ասեմ շատ մեծ փոփոխություն նկատում էի, վերջի շրջանում չի, այնպես չի որ պատճառը հենց գազավորված ըմպելիքն է կամ սննդակարգը, բայց մեծ դեր է կատարում սննդակարգը ակնեի ժամանակ։ Վերջի շրջանում մի քիչ քաղցրն եմ շատ սկսել օգտագործել։ Հա, որ ոնց որ էներգիայի աղբյուր ոնց որ լինի, դա շատ վատ սովորույթ է, պետք է փոխել, գոնե փորձել մրգերով լրացնել այդ շաքարի պահանջը եւ էներգիայի աղբյուրը լավ, միրգ, չիր, խուրմա փորձենք նմանատիպ բաներով փոխարինել եւ մաքսիմալ քչացնել։ Շատ լավ, բարի մերսի, շատ։ Կհանդիպենք մեկ ամսից։ Բարի։ Եկեք մեկ ամսից նախնական այցը ֆիքսենք, հարցերի դեպքում արդեն կարող եք զանգահարել, լավ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Տեսություն, 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 լավ։